Եթե համացանցի որակից գոհ չեք ու վստահ եք, որ մեղավորը կապի օպերատորն է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախագիծ է մշակել, առաջարկելով հաջորդ տարվա համար օպերատորի կողմից փոխհատուցում, եթե ինտերնետի մատակարարումը երկարատև ընդհատում է ունեցել կամ եղել է ոչ որակյալ։ Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա օպերատորը ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար վճար չի գանձում, իսկ եթե վճարվել է նախապես, փոխհատուցվում է։ Զարկերակի հետ զրույցում մեդիափորձագետ Արթուր Պապյանը նշեց, որ սա սպառողների շահերից բխող նախագիծ է, սակայն ինտերնետի արագությունը կախված է բազմաթիվ բաղադրիչներից եւ ոչ միայն օպերատորից։ Առավել եւս, որ դեռ բաժանորդը պետք է ապացուցի, թե ով է մեղավորը։ Ըստ Պապյանի, քանի որ Հայաստանում ինտերնետը շատ մատչելի է, օպերատորները ներդնում են մինիմալ ռեսուրսներ։ Նա չբացառեց, որ կապի օպերատորները կարող են ընդդիմանալ նախագծին։ Կարող է ասեն, եթե ուզում եք երաշխավորված արագություններ, մենք դա կվաճառենք 5 անգամ ավելի թանկ։ Ի դեպ, ըստ Պապյանի, դեռ պահպանվում է խնդիրը, որ Երևանում կապերը շատ ավելի լավ են, քան մարզերում։